Անվտանգ եւ ապահով մանկապարտեզ չափազանց կարևոր խորագիրն ուներ այս անգամվա աշխատաժողովը։ Երրորդ տարին է արդեն կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն հիմնադրամը լայնածավալ քննարկումներ է անցկացնում հանրապետության մանկապարտեզներում։ Մարզային փուլն այս տարի կազմակերպել էր Կապանի թիվ 2 նուհում։ Քննարկման կենտրոնում կրթօջախ ոտք դնող երեխաներ բոլոր առումներով անվտանգ միջավայրով։ Յուրաքանչյուր օր հենց պետք է սկսվի անվտանգությունից, ուսաների մեջ պետք է նախապես հենց սկսված կրծեր առաջին խմբից սերմանենք անվտանգ միջավայր։ Աշխատաժողովը եւ սովորելու եւ սովորեցնելու լավ ձևաչափ է, ասում է գտնված Երազնուհի տնօրենը։ Նախադպրոցական ոլորտը բացառիկ աշխուժություն է ապրում։ Ինչի կարիքը, կարծում եմ, դա բոլորի կարծիքն է, նաև իմ անձնական ինչի կարիքը շատ կար։ Ամեն անգամ մի նորություն է ոնց որ առաջանում մեր ոլորտում։ Օրինակ, այսօր մեզ ասացին, որ անգամ խոհանոցի բոլոր պարագաների եզրերը պետք է լինեն կլոր։ Ինչ է երևի թե դեռևս այդքան չէ, բայց հասկացանք, որ այսօր այդ պահանջը կա, այսինքն յուրաքանչյուր անգամ մենք մեզ առջև խնդիր ենք դնում։ Մեղրու, Քաջարանի ու Կապանի տարածաշրջանների մանկապարտեզների աշխատակիցները անվտանգ մանկապարտեզի շուրջ ակտիվ քննարկում ու պարապմունքներ անցկացրին։ Ներկա են նաև մարզային փրկարարական վարչության, ՏՄԱԿ-ի եւ համայնքապետարանի ներկայացուցիչները։ Առաջնահերթ խնդիրը հենց ապահով եւ անվտանգ միջավայրի ապահովումն է, դա եւ համայնքի խնդիրն է եւ նախադպրոցական կրթության բնագավառի առաջնային խնդիրն է, որովհետեւ կենտրոնում երեխան է եւ այն ինչ արվում է մանկապարտեզում պետք է արվի իշահ երեխայի։ Բոլոր առումներով անվտանգ եւ ապահով միջավայր պետք է ստեղծել մեծ ուշադրություն դարձնելով շենքային պայմաններին։ Լեռնաձորի մանկապարտեզի տնօրենն ասում է, շուտով իրենց հաստատությունն էլ կհամապատասխանի չափորոշիչներին։ Մեր մանկապարտեզը վերջին անգամ վերանորոգվել է 2007 թվականին, բավականին հաճելի վերանորոգում էր, բայց հիմա շատ խիստ կարիք ունի վերանորոգման եւ սկսել է այդ գործընթացը։ Շուտով կվերանորոգենք, ինձ թվում է չափորոշիչներին համապատասխան եւ շատ գեղեցիկ մանկապարտեզ կունենանք, հուսանք։ Այսօրվա նաեւ թեման է շատ կարեւոր, որ այդ չափորոշիչները այսօր բարձրաձայնվեցին եւ նորից հիշեցվեցին, որ մենք պետք է աշխատենք այդ չափորոշիչներով եւ վերջնարարցունքը տանենք դեպի դրան։ Եվ այսօր մեր վերջնարարցունքները չափելի են։ Ջեմասրահում նաև ցուցահանդես էր կազմակերպել։ Յուրաքանչյուր կրթօջախ ներկայացել էր թեմատիկ աշխատանքով։ Հերմինե Միքայելյան, Ալեն Ծատրյան, Սյունիք լուրեր։